Սիրելի ջրհոսներ, եկեք տեսնենք ինչպիսի փոփոխություններ է ձեզ բերելու ապրիլ ամիսը ամբողջ 2026 թվականին։ Էներգիաները ջրհոսների համար, անձնականը, ջրհոսների գործնականը ապրիլ ամիս, ֆինանսները, առողջականը, իտոգում ինչ կստանաք և խորհուրդ ձեզ։ Սիրելի ջրհոսներ, տրանսֆորմացիա, մեծ տրանսֆորմացիա է սպասվում ձեր կյանքում, այստեղ ինչ-որ մի բան ուզում եք, չեք ուզում, պետք է ավարտվի, նոր սկսի։ Նոր ինչ-որ բան չնայած, դա որոշ մարդկանց համար հեշտ չի լինի, սառն է լինելու ընդհանուր էներգիաները, օրինակ, ինչ էլ չի աշխատում, դա պետք է ավարտեք, ուզեք թե չուզեք, տրանսֆորմացիան ընդունելով նորը սկսեք։ Նույնը բաժանությունների հետ դա կարող է կապված լինել տրանսֆորմացիան, եթե պետք է բաց թողեք, մաքրեք ձեր դաշտը, զտում է սպասվում։ Ինչ վերաբերվում է, որովհետև դուք էլ առաջվանը չեք լինի 180 աստիճան, այստեղ փոխվում է ձեր կարգավիճակը ընդհանուր ֆոնին։ Անձնական կյանքում սպասվում է նոր ծանոթություն եւ այստեղ դեռ վաղ է ասել, թե դա ինչի կբերի, որովհետև կարևորը կլինի ձեզ համար ստեղծագործականը, ձեր զգացմունքները, հարաբերություններում եւ այլն։ Ինչ որ նոր բան պետք է սկսի, բայց դեռ պարզ չի դա ինչի կհասցնի։ Գործնականում ինչ որ աբնուլենիա կգնա, զրոյացում եւ նոր դռներ կբացվեն ձեզ մոտ, այստեղ եթե խորհուրդ կտայ, ռիսկի դիմել։ Հետո կմտածեք։ Ինչ վերաբերվում է ֆինանսներում, այստեղ նոր ուժեր կգան եւ դուք կփորձեք արդեն նոր ուժերով վաստակել գումարներ, բալանսի բերելով ձեր էներգիան, մատերիալնի պլան, ֆինանսայինը, երկրայինը եւ հոգեվորը, լինելով մարդկանց հետ ներդաշնակ, այլ ոչ թե գնալով կոնֆլիկտների կամ կոնտրոլ անելով։ Երբ որ դու չես մտածում այդ մասին, կոնտրոլ չես անում, հենց այդ ժամանակել արդեն գալիս է քեզ ֆինանսները։ Առողջականում այստեղ բժշկի հետ կարող եք կապ ունենալ, դե ինչ որտեղ էլ կարող է օգտագործեք բժշկի ուղղությամբ։ Դա կարող է կապ ունենալ թունավորման հետ, փորի թուլացման, աղիքների եւ այլն։ Ինչ վերաբերվում է այստեղ ձեզ մոտ ընդհանուր ֆոնը, ուրեմն դուք եք գրում ձեր կյանքի սցենարը, քայլեր դուք պետք է անեք եւ եթե անեք, ինչ վերևում է, դա ներքևում է։ Ինչ դու տալիս ես, այն էլ ստանում ես, դրա համար դուք կունենաք